գալիս էր, տեսնում էր իմ վիճակը ու անդադ ասում էր, բալես ինչ անեմ ախր ես քեզ համար, դու ինձ ասա ես ինչ անեմ, որ դու լավանաս։ Ես էլ ասում եի, դե պապ կլավանամ, մի տեսակ հələ էլի այդ պահին դու չես պատկերացնում, որ չգիտեմ, շատ վատ վիճակում ես, դեռ հələ չէր դիագնոզը դեռ հələ չէր պարզ չէր, բայց իմ ֆիզիկական վիճակն էր բոլորին վախեցնում։ Ու ես ասում եի պապ կլավանամ, ու երբ որ որոշվեց արդեն, որ բոլորս միասին արդեն պիտի թռնենք Երևան, որպեսզի ստաբուժումը շարունակենք։ Մարտ ամսին էր։ Մարտ ամսին էր։ Մարտի 9-ին մենք պիտի թռնեինք Երևան։ Մարտի 5-ին պապան էլի հերթական անգամ եկավ ննջասենյակ, տեսնելով այդպես թուլացած վիճակս, էլի ասեց, բալես ինչ անեմ քո համար։ Ոայ ասեցի, պապ, բան պետք չի, հեսա արդեն լավ եմ, հեսա կգնանք Երևան, արդեն լավ կլինեմ, ու ինքը դուրս եկավ սենյակից։ Մի որ ժամանակ հետո վերադարձավ շատ մեծ բուկետ միմոզայով, շատ մեծ է, որ ինքը բարձրահասակ մարդ է, այդ միմոզայի հետևում գրեթե չէր երևում։ Ասեց բերեց ծաղիկները ու ասեց բալես մարտի 8-ը շնորհավոր։ Մարտի 5-ին։ Մարտի 5-ին։ Ես ասեց սրտեղած ասում եմ, փոփ, մարտի 5-ն է, մարտի 8-ը չի, ասեց ոչինչ, բալես, թող այս տարի էսպես լինի։ Այդ օրը երեկոյան, հենց այդ օրը երեկոյան պապայի համար շտապօգնություն ենք կանչում ու պապային այդ օրը տարան հիվանդանոց։ Սրտի կանգ է արձանագրվում, պապան մահանում է։